Սա նախագիծ է, որը համաֆինանսավորվում է Île-de-France տարածաշրջանի և ֆրանսիական զարգացման գործակալության կողմից և տեխնիկապես իրականացվում է Փարիզի տարածաշրջանի ինստիտուտի կողմից։ Մենք աջակցում ենք Երևանի քաղաքապետարանին թափոնների կառավարման ռազմավարության մշակման գործում և նրա հետ որոշել ենք առաջնահերթություն տալ կենսաթափոնների կառավարմանը, կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն համայնքային ընկերության հետ համագործակցությամբ։ Կենսաթափոնները խոհանոցային թափոններ են, որոնք ամեն օր թափվում են տնային տնտեսությունների կողմից։ Առկա վիճակագրության համաձայն դրանք կազմում են Երևանում տնային տնտեսությունների կողմից առաջացող թափոնների ավելի քան կեսը։ Այդ պատճառով կարևոր է դրանց կառավարումը, քանի որ ներկայում դրանք հիմնականում տեղափոխվում են Նուբարաշենի աղբավայր, ինչը իհարկե առաջացնում է բնապահպանական խնդիրներ, քանի որ այդ թափոնները չեն մշակվում։ Ուստի մենք որոշել ենք սկսել պիլոտային նախագիծ, որպեսզի քաղաքապետարանի տեխնիկական ծառայությունները կարողանան փորձարկել տեխնիկական լուծում, որը հիմնված է բնակիչների կողմից թափոնների ինքնակամ հանձնման վրա։ Այս պիլոտային նախագիծը իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանում, որտեղ մի քանի օր առաջ տեղադրվել է կենսաթափոնների համար նախատեսված 15 կոնտեյներ։ Այժմ նախագիծը մեկնարկային փուլում է։ Շուտով կսկսենք իրազեկման գործողությունները, բնակիչներին բացատրելու, թե որքան կարևոր է կենսաթափոնները հավաքել հատուկ կոնտեյներներում։ Բնակչությանը տրամադրում են կենսաթափոնների համար նախատեսված փոքր տարաներ, բիոդույլեր և թղթե պարկեր, դրանց հավաքումը հեշտացնելու նպատակով։ Դրանք նախատեսված են միայն գրանցված անձանց համար։ Մենք նաև համագործակցում ենք դպրոցների հետ, իրազեկելու ծնողներին և աշակերտներին, ինչպես նաև ուժեղացնելու մեր հաղորդակցման գործողությունները։ Աշխատում ենք նաև Դավթաշեն վարչական շրջանի տեխնիկական ծառայությունների հետ, որոնք լավ ծանոթ են բնակչությանը և նպաստում են կենսաթափոնների հավաքման խթանմանը։ Հավաքված կենսաթափոնները կօգտագործվեն կոմպոստ արտադրելու համար, որը որպես պարարտանյութ կկիրառվի կանաչ տարածքներում և կօգնի քաղաքը դարձնել ավելի հարմարավետ բնակիչների համար։ Մի քանի ամիս անց մենք կկատարենք այս պիլոտային նախագծի գնահատում, ստանալու բոլոր անհրաժեշտ եզրակացությունները, որպեսզի կենսաթափոնների հավաքումը հնարավոր լինի ճիշտ պայմաններում տարածել Երևանի մյուս վարչական շրջաններում։ Հուսով ենք, որ այս նախագիծը մեծ հաջողություն կունենա։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին և կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն համայնքային ընկերությանը մեր գերազանց համագործակցության համար։